Տիկին Ավետիսյան, դուք շապիկով եք գալիս ազգային ժողով, որտեղ Բաքվում պահող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն է եւ մյուս գերիները, ինչ եք ուզում սրանով ասել, ինչ մեսիջ եք այս վերնաշապիկով կրում։ Ճիշտ եք նկատել, ես ամեն օր ազգային ժողովի նիստ եմ գալիս այս շապիկով, որովհետև սա մեր քաղաքական օրակարգի մի մասն է եւ ոչ միայն պիտի ես իմ ելույթներում բազմիցս նշել եմ, որ սա պիտի դառնա համազգային օրակարգ, ոչ միայն հայաստանյան, այլ նաեւ միջազգային, որովհետև սա ամենակարևոր խնդիրներից մեկն է, որ Հայաստանը առերեսվում է արդեն մի քանի տարի, մեր առնվազն 19 գերեվարված հայրենակիցներն են, որոնք գտնվում են Բաքվի բանտում եւ դատվում են նրա համար, որովհետև հայ են ուղղակի։ Ձեր ուժը խորհրդարանական ընդդիմության գործիքակազմի շրջանակներում ինչ է անելու նրանց վերադարձի հետ կապված։ Իհարկե, մենք ունենք հստակ ռազմավարություն նրանց վերադարձի հետ կապված, միջխորհրդարանական արդեն խմբերում ընդգրկվածությամբ եւ առհասարակ հանձնաժողովներում, քաղաքական եւ այլն, այսինքն ռազմավարությունը շատ մեծ է լինելու, որովհետեւ մինչ այս չի աշխատել դա, այսինքն այս մանդատը կամ օրենսդիր մարմնի գործառույթները, որպեսզի օգտակար լինի եւ կարողանանք մեր գերիներին հետ վերադարձնել, իսկ այս դեպքում ամբողջությամբ ես ինքս որպես պատգամավոր եւ մեր քաղաքական թիմը օրակարգ դարձնելով փորձելու ենք աշխատել ամբողջությամբ օգտագործելով ամբողջ գործիքակազմն ու գործառույթները նրանց հետ վերադարձի հետ կապված իրավական, քաղաքական, տեղեկատվական եւ այլ բլոկներով։ Իշխանությունը եւս պնդում է, որ գերիների վերադարձման հետ կապված բոլոր դիվանագիտական խողովակները օգտագործում են, այդ մասին միայն բարձրաձայն չեն հայտարարում, որպեսզի չվնասեն։ Արդյոք կիսում եք այս տեսակետը եւ կարծում եք, որ իշխանությունները իսկապես գործուն քայլեր անում են այս ուղղությամբ։ Արդյունավետությունը կարող ենք չափել նրանով, որ մարդիկ մեր հայրենակիցները Բաքվի բանտում են, հետևաբար թե ինչ աշխատանք է տարվում, իհարկե նրանք նշում են լուր, լավ, այսպես ասենք, հանրությանը չի ասվում, իսկ գերիների ընտանիքների հետ կարող են խոսել գաղտնի թեկուզ կամ նրանց հետ խորհրդակցել ինչ է կատարվում, բայց ոչ չի կատարվում, որովհետև մենք բազմիցս ստանում ենք մեսիջներ եւ վերջերս նաեւ հենց ռազմաքաղաքական ղեկավարներից մեկն էր անընդհատ մեսիջներ են ուղարկում Բաքվից, թե ինչ է կատարվում, ինչպիսի շինց ու դատավարություններ են ընթանում եւ որտեղ նրանց մեղադրվում են առանց ապացույցների։ Ռուբեն Վարդանյանի կինը հանդես էր եկել հայտարարությամբ եւ ցանկանում էր Բաքու այցելել, այս ուղղությամբ դեռ ըստ էության արձագանք չկա պատկան մարմիններից, ինչ եք կարծում, կլինի արձագանք եւ ինչու չեն արձագանքում։ Ցավոք սրտի բանավոր արձագանք տեսա, որ եղել է, բայց դեռ ոչ մի փաստացի օֆիցիալ ոչ մի արձագանք չի եղել ԱԳՆ-ի կողմից։ Սպասում ենք դրան հուսալով, որ արձագանք կլինի ամեն դեպքում այս ամբողջ արձագանքը օրենսդիր մարմնից իմ եւ տարբեր նախաձեռնությունների, ինչպես նաեւ քաղաքական, այսպես օրակարգ բերելու նպատակը հենց դա է, որպեսզի ամբողջությամբ սկսվի աշխատել այդ ուղղությամբ, քանի որ մեր գերիները մոռացության են մատնվել, կարծես թե այս իշխանությունների կողմից, որովհետեւ մենք տեսել ենք, որ 1 տարի առաջ օգոստոսի 8-ին, երբ որ Վաշինգտոնում նախաստորագրվում էր համաձայնագիրը, խաղաղության պայմանագրի, այնտեղ Դոնալդ Թրամփը հայտարարեց, եթե ինքը ասի Ալիևին, ապա կվերադարձնի գերիներին։ Ասել է արդյոք Հայաստանի Հանրապետության վարչապետը նրան խնդրել է արդյոք։ Իհարկե ոչ կամ չգիտենք, եթե ասած լիներ կամ մերժել են արդյոք նրանց թե ոչ, այսինքն մի շարք հարցեր կան, որ այսօր բաց են եւ ամբողջությամբ աշխատելու ենք գերիների վերադարձի հարցով։ Ես անձամբ որպես ԱԺ պատգամավոր իմ հիմնական գործառույթը ուղղվածությունը լինելու է դրան նվիրված։